Իմ շատ սիրելի բաժանորդներին, ասում եմ բարի լույս սիրելիներս, բարի լույս հարազատներս, որտեղ բարի լույս, որտեղ բարի երեկոմ, բարի ամենաբարի մաղթանքներս, աշխարհով մեկ սփռված, իմ հայ ժողովուրդ, իմ լավ ժողովուրդ, իմ սեր ժողովուրդ, ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, այն էլ այսպիսի տոնական տրամադրություն հաղորդող խոհանոցում, տոներն են մոտենում, տնավարի ասեմ, հա, ես սիրում եմ պարզ, հասարակ, սովորական ձևով ներկայանամ հանրությանը, տոներն են մոտենում, բոլորս էլ սենց հավեսով շփշփում ենք, չէ, անում ենք, դնում ենք, դրան զուգահեռ էլ, որ մի հյուր ենք ունենում, թեկուզ այս խառը օրերին, ուզում ես, որ ճիգարով, հավեսով, սրտով եկած այդ հյուրին համ դեմով առաջ գաս, համ էլ հյուրասիրես։ Հիմա այսօր ուզում եմ ձեր հետ միասին թխեմ իմ հյուրի համար տորտ, ինչու՞ չէ, նաև տոնական սեղաններին էլ կդնենք, որովհետև սա այն խմորեղենն է, որ թխել են մեր տատիները, տատիները, այն ժամանակ այսքան տարբեր բաներ չի եղել, բոլորս էլ լավ գիտենք, քաջ գիտակցում ենք, բայց եկեք տեսեք, այնքան լավ բաղադրած տոմս է, որ իրան չենք էլ կարող մոռանանք, համաձայնեք իմ հետ, համ ձեր հետ խոսացի, համ դուխովկեն միացրի, ջեռոցս միացրի, ինչ եմ արել, նախապատրաստել եմ տապակը, սիրելիներս, ես փոքր չափաբաժնով եմ պատրաստում, որովհետև չեմ ուզում այնպես էլ չափերով ճիշտ չէ, որ դնեմ մեծ խմորեղեն թխեմ, հետո գլուխը մոլորեմ, թե ինչ անեմ, չեմ ուզում սառցախցից դնեմ, ուզում եմ միանգամից հյուրասիրեմ, ընկերներով, հարևանուհիներով, մի խոսքով, խրճենք, վերջանանք, կորի գնանք, բայց համը մնա։ Ուրեմն, այս նույն շերտը դուք կարող եք կրկնել 2 անգամ, ես կոտրել եմ 5 ձու, մի հատ այս հենց բաժակով, բլերակը տեղը, շաքարավազ եմ լցնում, սա այն տորտն է, որ առանց հարիչի, առանց երկար բարակ խառնելու, առանց ոչ մի բանի ինքը ստացվելու է արտակարգ։ Իրան այսպես, լավ հարում ենք, 2 րոպեի չափով մոտեցնեմ, հա, որ ավելի դաշտը տեսանելի լինի, այսպես, հարեցինք, բավարեցինք, մտածում եմ բավական է, այս ձևի, եթե շատ չափից շատ քաղցրակ երեք, կարող եք բաժակու կես լցնել, բայց ես խորհուրդ չեմ տա, որ շաքարավազը շատ լինի, քանի որ իզուր չի, որ ռուսներն ասում են սախարետը սլադկի яд։ Այստեղ ինչ եմ անում, դուք ամեն շերտի համար այս հենց լավ գթալ թթվասեր վերցրեք, թթվասեր լցրեցի, մի հատ էլ այս հենց լավ հավեսով մաքրեցի, սիրում եմ կնոջ խնայող տեսակը, սիրելի հետևորդներս, այս ուղարկեմ լվացարան, հետև այսպես կխաղի, կարակ, ոչինչ չենք լցնում, իմ մերած մածուննա, գիտեք, ու երբեմն այնքան պինդ եմ փակում, այստեղ տեսեք բաժակը լիքը չեմ լցրել, որպեսզի կարողանամ խառնել, բայց
վերցնում եմ այսենց լիքը թեյ գտալ սոդա։ Թողալու ենք ինքը աշխատի, բայց մինչև կաշխատի, այստեղից էլ մածուն կվերցնեմ։ Բացվեց։ Բաժակ ու կեսի չափով ենք օգտագործելու մածուն։ Այստեղ պահի տակ ստացվեց, բրիջ տալը, գիտեմ ասելու եք առողջություն, ես էլ կասեմ շնորհակալություն, տեսեք։ Բաժակ ու կես մածուն, թողելու եմ 2 րոպե, մի հատ ինքը մի քիչ աշխատի։ Այնուհետև բուսայող եմ ավելացնում 3-4 ճաշի գթալի չափով։ Ինչու եմ բուսայող ավելացնում, սիրելի հետևորդներս, որ խմորը թեթևանա։ Թխվելու ժամանակ ինքը լավ ստացվի։ Կարելի է ասել մասսան պատրաստ է։ Եմ անում, ալյուրն եմ ավելացնում, պարտադիր մաղելով, ես այդպես եմ սովոր, չգիտեմ, լավ կխառնեմ, սոդան ինքը դեռ աշխատում է։ Տեսեք թույլ է։ Բաժակ ու կեսից 2 բաժակ ալյուր ենք օգտագործելու, նայած ձվի մեծություն, միշտ ասել եմ կաթի մածունի խտություն, հնարավոր է մինչև 2,5 բաժակ ալյուր։ Սիրելի հետևորդներ ջան։ Մի քիչ պիտի այդ պահը արդեն մենք մեր աչքով ու ձեռքով զգանք։ Հիմա եթե ես սա պատրաստեի ամբողջը կակաով, այս պահը հերիք է կակաոյի շերտի համար, քանի որ մի 4-5 գթալ երբեմն ես կակաո եմ ավելացնում, բայց քանի որ ես փոքր եմ թխելու եւ այս մեկը 2 մասի եմ բաժանելու, այդ առիթից ելնելով մի քիչ եմ ալյուր անում։ Չգիտես ինչի ես էլ ուզեցի։ Այսպես։ Մինչև ալյուրը բացվի, հատել ենք նորից այսպես լավ խառնում, և տեսնում եմ, որ սա արդեն վերջինը կլինի, շատ պինգնել հաճելի չի։ Ծակոտկեն բիսկվիտ ստանալու համար։ Այսը արդեն դուրս եկավ։ Խնդրեմ։
Կրում ենք խառնիչը, խարիչը։ Կողքերը գեղեցիկ հավաքում ու տեսեք։ Խմորը մտովի բաժանելու եմ երկու մասի, սիրելի հետևորդներ ջան։ Սա մի շերտ, իրան այսպես տարածեցի, տապակի ամեն անկյունով ուղարկում ենք։ Եվ ուղարկում եմ ջեռոց։ Նախորդ տաքացված 220 աստիճան ջեռոց։ Հիմա սիրելի հետևորդներ, քանի որ երկրորդ շերտը չեմ պատրաստելու, ինչ եմ անում, իհարկե կակաո եմ ավելացնում և ուզում եմ, որ կակաոյի համը շատ լինի, խառնում եմ, մինչև ստանամ իմ ուզած երանգը։ Իհարկե վերցնում եմ լավ որակի կակաո։ Կիլոգրամովը ամենալավն է իմ համար։ Ստացվեց արդեն իսկ։ Հիմա մինչ կթխվի շերտերը, սիրելիներս, ուզում եմ պատրաստեմ եփովի կրեմ։ Նախորդ անգամ էկլերի համար պատրաստել էի։ Այ հենց այդ կրեմն եմ պատրաստելու, եփովի կրեմ, բայց արագ տարբերակը, որ շատ հարմար է։ Պատրաստեմ և միանանք։ Այստեղ սիրելի հետևորդներ, քանի որ տաք եմ հանելու, սա շրջել եմ, որ տղանես չփչացնեմ և ահա իմ թխված շերտը, իհարկե գիտեք կարիքը չկա ասելու, ոնց ենք ստուգում, ինչ ենք անում չոփիկով, բաց, հասարակ, հարմար ձևով, գտնում եմ երկրորդ յուղափոստը, այնքան տաքը, Կարը գուցնում ենք, չէ, այս ամենի և ավելացնում կակաոն մի քիչ խիտ է, մի քիչ շատ էր խմորը, երևի թե սա միանշան դրանից բարձր կլինի, բայց չի խանգարի։ Այսպես։
Նույն ձևով տարածում ենք ու թխում։ Թխեմ վերջացնեմ ու շարունակենք։ Հիմա սիրելի հետևորդներս թխվել վերջացել են այսպես ասած շերտերը, կողքերը կտրտել եմ, փշրանքը հանել, սա միջուկը շերտի, տեսեք ինչքան ինքը լավ է ստացվել, ինչ եմ անում ես, այս երեսի կողմը այս են շրջում եմ, սիրելի հետևորդներ չեմ, այսպես ավելի լավ է ստացվում, ավելի իհարկե իմ համար տենց ավելի հարմար է, չգիտեմ, եթե դուք չեք նախընտրում այդ ձևը, այս էլ արագ պատրաստվող կրեմն է, ինքը եփովի կրեմ է, այս բիսկվիթային շերտերի հետ շատ հարմար է, սիրելիներ ջան։ Ու այս այն խմորեղենն է, որ ինքը շատ առատ կրեմ է սիրում ու սիրում է, որ երկար մնա, մի քանի ժամ։ Այս պահին մեր մոտ ժամը 12-ն է, իմ հյուրը 5-ից հետո է գալու, այդ իսկ պատճառով շերտերը կմիացնեմ իրար, բայց չեմ կտրի, լավ։ Սա մեկ, սա է հաջորդը, էլի նորից ես այսպես եմ նախընտրում, սիրելի հետևորդներ ջան, չեմ սեղմում, ոչինչ չեմ անում։ Իրան այսպես տարածելու եմ։ Այսպես Փշրանքը խոշոր ենք անում, որ լավ լինի։ Խմորեղենի տեսքը հարուստ կլինի, սիրելի հետևորդներս։ Այստեղ էլ ուզում եմ ստեղծագործեմ, քանի որ գիշեր ցերեկ եմ անում, տեսնեմ որքանով է ստացվել։ Այսպես ասեք, որ նման տիպի տորթերը շատ հարուստ տեսք են ունեն։
Սենց բորտիկների նման բորտենք գեղեցկացնենք մեր խմորեղենը սիրելի հետևորդներս մի հատ սեղմենք քառակուսին անհրաժեշտ է, որ ուռուցիկ լինի, որ բաժանարարի դերը լավ խաղա։ Այսպես ու տեսեք ինչքան ինքը համտեսքն է գեղեցիկ ու ինչու չէ նաև տոնական, չէ, չմոռանանք մեր հին ավանդականը, մեր նախնիների փաստ խաց պատրաստածը համտեսքով է շատ գեղեցիկ համել համը Վերջ սիրելի հետևորդներս, սա էլ իմ խմորեղենը, որ ստացվեց բավականին լավ, ինքն անուշաբուրում, տեսքն էլ եկեք ասենք գրավիչ հա, դա ինչ, ձեզ ասում եմ ստեսություն, լավ եղեք, առողջ ու երջանիկ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսով, առայժմ